Մեկնաբանություններ, որտեղ քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը կապում են այսպես ասած ծառահատումների հետ։ Եկեք միասին պարզենք, արդյոք սա ճշմարտություն է, թե ոչ։ Վերջին 3 տարիներին Երևանը ունեցել է պատմական ծավալի կանաչապատման աշխատանքներ։ Տնկվել են ուրբան անտառներ Եռաբլուրում մոտ 15 հեկտար, Փարոսի բլրին կրկին 15 հեկտար, Համալիրին հարող լանջերին 9 հեկտար, Նորք Մարաշի այգիներում, Նոր-Նորքի 5-րդ զանգվածում, Աշտարակի խճուղու հարակից տարածքներում, Սարալանջում, Երևանյան լճի մոտ, Լյուքսեմբուրգի փողոցում եւ այդպես շարունակ։ Եվ էլ չեմ խոսում վերակառուցված այգիների մասին։ Այս ամենը միասին կազմում է գրեթե 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ, 600,000 քառակուսի մետր նոր կանաչապատ տարածք 25,000 արժեքավոր ծառերով եւ իրենց ոռոգման համակարգով։ Վերջին 3 տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն դրան նախորդող 3 տարիների աշխատանքը, այլ դրան նախորդող 22 տարիների աշխատանքը։ 2000-ից 2022 թվականին Երևան քաղաքում կանաչ տարածքները ավելացել են ընդամենը 44 հեկտարով։ Ցավոք այս մասին գրեթե չի խոսվում։ Շեշտը դրվում է միայն մեր մայթերի ծառերի փոխարինման փոքրածավալ ծրագրի վրա, այն դեպքում, երբ 3 տարվա ընթացքում մենք փոխարինել ենք ընդամենը 4300 ծառ, որոնք հիմնականում եղել են չոր, վնասված կամ տապալման վտանգ ունեցող։ Եվ շեշտում եմ, փոխարինել ենք, ոչ թե պարզապես հատել։ Իսկ փոխարինվել են այդ ծառերը նոր, կենսունակ, առողջ, երկար կյանք ունեցող տեսակներով։ Այսինքն խոսքը ոչ թե ծառերի նվազեցման, այլ անվտանգության եւ առողջ միջավայրի ապահովման մասին է։ Վատ օդը միայն Երևանի խնդիրը չէ։ Վեդիում, Արտաշատում եւ ամբողջ Արարատյան դաշտում օդի որակը հիմա նույնանման վատն է։ Սա հիմնականում պայմանավորված է քաղաքների ավազանային տեղակայմամբ, ձմեռային ինվերսիայով եւ սեզոնային կլիմայական գործընթացներով, որոնք այս օրերին պարզապես չեն թույլ տալիս, որ օդը տեղաշարժվի եւ փոխվի։ Մարդածին գործոնները վստահաբար որոշ չափով վատթարացնում են պատկերը քաղաքի ներսում, բայց ինվերսիան ինքնին տարածաշրջանային ֆիզիկական երևույթ է, անկախ որևէ գործողություններից։ Այո, օդի որակը հիմա լավը չէ, բայց շատ կարևոր է, որ բոլորս հստակ պատկերացնենք, ինչից է դա առաջանում, որն է իրական պատճառը եւ ինչ քայլեր ենք արդեն ձեռնարկել կամ ձեռնարկելու, որպեսզի պատկերը փոխվի։ Այս թեմային անպայման շուտով կվերադառնամ եւ կներկայացնեմ բոլոր այն քայլերը, որոնք արել ենք եւ անելու ենք կառավարության գործընկերների հետ համատեղ։